Աստվածաշնչյան պատմություններ։ Եղիսե, Աստծո մարդը։ Տուն գնա, մի բան կեր։ Չեմ կարող, հայրին, արտում գործը ավարտեմ հետո։ Շատ աշխատասերն ես, Եղիսե, դա հարգանքի արժանի։ Կգա մի օր, այս ամենը քոնը կլինի։ Եղիա Մարգարե, ինչով ենք արժանացել քո այցելությանը։ Ինձ քիչ ժամանակ է մնացել։ Հիմա հերթը քոնն է։ Աստված խոսեց ինձ հետ։ Շուտով ես երկինք կբարձրանամ։ Երկինք? Երբ? Չգիտեմ։ Շուտով։ Գնանք։ Մենք շատ գործ ունենք անելու։ Մենք կենդանի Աստծուն հավատացողներս քիչ ենք։ Դու պետք է մարդկանց սրտերում հավատը ամրապնդես։ Պետք է կարողանաս այնպես անել, որ մարդիկ զգան Աստծո ուժը։ Մեր անհաջողությունները ահա թե ինչից սկսվեցին։ Քանի անգամ փորձեցի թագավորների հետ խոսել Աստծո մասին, բայց նրանք նախընտրում են ձեռակերտ կուռքերին պաշտել, ոչ թե կենդանի Աստծուն։ Գուցե դու կարողանաս նրանց կարծրացած սրտերը փափկեցնել։ Հավատը չկորցնես, որդիս, հավատա Աստծո խոսքին։ Եթե Տերը հրամայի, որ այս լեռը տեղից շարժես, ուրեմն պարտավոր ես տեղից շարժել։ Եվ այնուամենայնիվ, մեր մարդկանցից շատերը շարունակում են երկրպագել մեր Աստծուն։ Հավաքիր բոլորին քո շուրջը։ Տեր Աստված, հանուն քեզ հավատացողների և քո ծառա Եղիայի, ցույց տուր մեզ քո ուժը։ Հորդանան գետը կանգնեցրեց։ Ես երբեք չեմ կարողանա այսպիսի բան անել։ Կկարողանաս, Եղիսե։ Հիշիր ամենակարևորը։ Աստծո տված շնորհներով չբարձրանաս և չհպարտանաս։ Նա է հրաշքներ գործողը։ Իսկ դու ընդամենը գործիքն ես նրա։ Քանի դեռ այստեղ եմ, ինչ կարող եմ անել քեզ համար։ Օրհնիր ինձ, Եղիա։ Եվ թող քո ոգին կրկնապատիկ ինձ վրա լինի։ Դժվար բան խնդրեցիր։ Բայց եթե այն երկինք բարձրանալը տեսնես, թող այդպես լինի։ Ես տեսնում եմ հրեղեն կառքը։
Որևէ մեկը կասկած ունի, որ սա Աստծո մարգարեն է։ Փառք Աստծուն։ Փառք Աստծուն։ Վերջին անգամ եմ ասում, պարտքդ վճարիր։ Ինչ ես ուզում ինձնից։ Նայիր։ Ոչինչ չունեմ։ Նույնիսկ երկու որդիներից չգիտեմ ինչպես կերակրել։ Ամուսինս մահացավ։ Մեզ ոչինչ չմնաց։ Ոչինչ։ Ցավում եմ, բայց սխալվում ես։ Ինչ ես անում։ Վերջ տուր։ Այսուհետև քո որդիները ինձ են պատկանում։ Կաշխատեն այնքան, մինչև որ պարտքդ մարեն։ Եթե դրա համար նույնիսկ 100 տարի պետք լինի։ Սպասիր։ Խնդրում եմ։ Ես քեզ արդեն հնարավորություն տվել եմ, հերիք է։ Ոչ, խնդրում եմ։ Ինձ եւս 2 շաբաթ տուր։ Երկու շաբաթ։ Ահա, բերեցի տերիմ, անուշ արեք։ Ինչ էի քեզ ասում։ Իսրայելացիները լավ սպասավորներ են։ Ինձ հավատարիմ ծառայիր, եւ երբ մեծանաս, քեզ տուն կուղարկեմ։ Շնորհակալ եմ։ Կվարձատրեմ էլ։ Տեսնում ես, ինչ լավ բան է կյանքը։ Իսկ դու ասում էիր, որ զինվորականի հետ չես ամուսնանա։ Ուղղակի ես պատերազմ չեմ սիրում։ Այս կռվողներին լավ եմ վճարում։ Իսկ հիմա գնամ մի քիչ ջուրը մտնեմ։ Նեման։ Որոտություն։ Ես էլ կարծում էի մարգարեները շքեղ կարգերով են շրջում։ Վարժվիր։ Ուսուցիչ, ինչու այդքան պատանների միջից ինձ ընտրեցիր քեզ ծառայելու համար։ Դե ես ինչ ասեմ։ Դե լավ գլխի եմ ընկնում։ Ուղղակի ես միշտ բազմության մեջ աչքի եմ ընկնում։ Քեզ խելացի եւ ընդունակ օգնական էր պետք։ Ճիշտ ես ասում Գեզի։ Ընդունակություններ ունես։ Բայց դու դեռ շատ բան պետք է սովորես։ Օ, Գեդեոն։ Բարև ձեզ։ Բարև։ Մենք ճանապարհ ենք ընկել դեպի Երիքով։ Ես եւ իմ ծառա Գեզին։ Դուք ձեզ Աստված է ուղարկել։ Խնդրում եմ։ Գիշերեք մեր տանը։ Լուսինա այսօր չի երևում։ Առանց լուսնի դժվար կլինի ճանապարհ գտնել։ Մեծ ուրախությամբ։ Հրաշալի է, չէ՞։ Բա ոնց։ Շատ լավ մարդ է, շատ բարի։ Եթե Աստված մի օր մեզ զավակ պարգևի, թող նրա նման բարի լինի։ Եղիսե։ Փառք Աստծո եկար։ Ջուրը թունավորվել է, քաղաքի ամբողջ ջուրը։ Տեսնում ես, ամեն ինչ ոչնչանում է։ Անասունները, բերքը, այսպես մենք երկար չենք դիմանա։ Ուսուցիչ, աղը բերեցի։
Աստված ասում է. Ես մաքրեցի այս ջրերը, որ դրանցից մահ եւ անբերիություն չառաջանա։ Սա հրաշք է։ Երախտապարտ են քեզ Եղիսե։ Դու մեր կյանքը փրկեցիր։ Քո գինն ասա, մենք կվճարենք, ինչքան որ ուզես։ Ոչ, այդպես ազնիվ չի լինի։ Թող Աստված օրհնի քեզ։ Ինչու փող չվերցրիր։ Մենք դավաստակել էինք։ Մենք ոչինչ չարեցինք, Աստված օգնեց այս մարդկանց։ Եթե Աստված քո միջոցով է հրաշքներ գործում, երբեք մի պարծեցիր եւ հպարտացիր գեզի։ Ես ձեր օգնության կարիքն ունեմ, Տեր իմ։ Ներիր, որ քեզ ծանրաբեռնում եմ իմ հոգսերով։ Խնդրում եմ։ Լավ է, որ հասկացար։ Ասա ինձ, քո տանը ինչ է մնացել։ Որևէ արժեքավոր բան ունես։ Ոչինչ։ Մի փոքրիկ ամանով յուղ միայն։ Գնա, քո բոլոր դրացիներից դատարկ ամաններ խնդրիր։ Այնքան, որքան կարողանաս տանել։ Հետո դրանց մեջ քո ունեցած յուղից մի քիչ լցրու։ Աստծու անունով եմ երդվում, եղածը կհասնի, որ բոլոր պարտքերդ մարես։ Թող լինի այնպես, ինչպես ասում ես։ Ոնց եմ հոգնել։ Ինչու հյուրանոցում չեն գիշերում։ Որովհետև հյուրանոցի համար վճարել է պետք։ Ահա, հենց այստեղ էլ կգիշերենք։ Սա հարմար տեղ է։ Օ, վատ չի։ Մենք սա մարգարեի սենյակ ենք։ Ամեն անգամ, երբ մեր կողմերով եք, կարող եք այստեղ գիշերել։ Սա ձեզ համար ենք պատրաստել։ Ինչ կարող ենք անել ձեզ համար։ Իմ ուժերի սահմաններում ինչ ուզենաք, կանեմ ձեզ համար, խոստանում եմ։ Մեզ ոչինչ պետք չէ։ Մենք ամեն ինչ ունենք։ Չնայած Դուք որդի կունենաք։ Աստծու անունով եմ ձեզ խոստանում։ Բայց դա հնարին է։ Դուք որդի կունենաք։ Ահա, էլի լցրու։ Ոյ քեզ բան։ Սա կբավականացնի, որ մեր պարտքը մարենք։ Սա կբավականացնի, որ նոր կյանք սկսենք։ Աստված փրկեց մեզ։ Միշտ հիշեք այդ մասին, զավակներս։ Աստված փրկեց մեզ։ Իմ փոքրիկ Միքայել։ Ձեզ ըմպելիք եմ բերել, պարոն Նեման։ Դուք սա պետք է խմեք, Տեր իմ։ Տեր իմ, Նեման։ Ես մեռնում եմ, չես տեսնում ինչ է։ Չքվիր այստեղից։ Տիրոհի, կարող եմ ձեզ մի բան ասել։ Ասա։ Իսրայելում պարոնը անմիջապես կառողջանար։ Իսրայելում մի մարգարե է ապրում, Աստծու մարդը։ Միքայել, արագացրու։ Ինչ ես տեսնում։ Հենը, հայրիկը։ Ճիշտ է։ Դե հիմա հայրիկիդ ճաշ տար։ Լավ։ Սպասիր, կանգնիր։ Հետևիր, որ ամբողջ ուտի։ Հիշում ես ինչպես նրա հացը առվակում հայտնվեց։ Այս անգամ ոչ մի նավակ հացից չսարքես։ Լավ։ Միքայել։ Օղ, գլուխս, Միքայել, քեզ ինչ եղավ տղաս։ Լավ ես։
Հեղին է։ Ինչ է եղել։ Մեռավ։ Եղից է։ Իմ որդին մեռավ։ Արագ վազիր այնտեղ գեզի, ոչ մի դեպքում կանգ չառնես։ Երբ տղայի մոտ հասնես, գավազանը նրա գլխի վրա խոնարհիր։ Քո ունեցած ամբողջ հավատը գործի դիչ։ Աղաչում եմ քեզ Տեր Աստված, ինձ հրաշքներ գործելու շնորհ տուր։ Ես արժանի եմ դրան։ Ես արեցի այնպես, ինչպես ասում էիր, բայց տղան մեռած է։ Ոչ։ Ոչ։ Տեր Աստված։ Նրա ծնողները այնքան աստվածապաշտ, այնքան բարի մարդիկ են։ Ես քո օրհնությունն եմ նրանց խոստացել։ Ես նրանց զավակ եմ խոստացել։ Լսիր իմ աղոթքը, Տեր Աստված։ Ես գիտեմ քո զորությունը։ Վերադարձրու տղային։ Վերադարձրու այս երեխային իր ծնողներին։ Ձեզ է սպասում, Տեր։ Ասորական բանակի զորահրամանատարը։ Գնա ասա, թող լվացվի Հորդանանում 7 անգամ եւ վերքերից կմաքրվի։ Ուսուցիչ, բայց Հորդանանը կեղտոտ գետ է։ Գնացեք Հորդանան գետի մոտ, 7 անգամ լվացվեք եւ կարող չանաք։ Ինչ? Ինձ ծաղրում է ինչ է։ Ես կարծում էի ինձ պատիվների կարժանացնի, հրաշքով կբուժի, իսկ նա դրա փոխարեն ինձ ուղարկում է կեղտոտ գետի մեջ լվացվելու։ Ավելի լավ է մեռնեմ, քան թե այդպես ստորանամ։ Դա լինելու բան չի։ Տեր իմ, կարող եմ մի բան ասել։ Եթե խելքի մոտ բան ունես ասելու, ասա։ Եթե մարգարեն դժվար բան խնդրեր, չէի կանելու։ Իսկ նա դրա փոխարեն մի հասարակ բան խնդրեց։ Հասարակ բան, որ շատ հեշտ է անել։ Ինչու նրա ասածով չանենք։ Մեկ անգամ։ Եվս մեկ անգամ, Տեր իմ։ Տեր իմ։ Վերցրու այս ամբողջը քոնն է։ Չեմ կարող վերցնել։ Դու պետք է վերցնես այս ընծաները։ Իմ կյանքը փրկելու համար ես ուզում եմ քեզ վարձահատույց լինել։ Զգացված եմ, բայց միայն հավատն է, որ օգնում է ինձ Աստծու կամքը կատարել։ Հիմա ես գիտեմ, որ մեկ Աստված կա։ Մեկ կենդանի Աստված։
Տերիմ։ Կանգնիր։ Հուսով եմ ոչ մի վատ բան չի եղել։ Ամեն ինչ նորմալ է։ Ուսուցիչս ներողություն էր խնդրում, որ մտափոխվեց։ Դե վճարը նկատի ունեմ։ Ինչքան է պետք։ Գեզի։ Որտեղ էիր։ Օ, Գեզի։ Ինչքան փորձեցի քեզ սովորեցնել, որ փողասեր չլինես։ Բայց ես ընդամենը Փոխանակասու խոսքին հետևես, հարստության հետևից ես ընկել։ Դրա համար թող նեմանի բուրուտությունը քո սերնդին կպչի Հավիտյան։ ոչ։ 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 Աստծո համար անկարելի ոչինչ չկա։ Ոչինչ, որ չի անի Աստված ինձ համար։ Եթե հավատարիմ լինեմ նրան, եւ հավատամ, ես ձեռքս կերկարեմ նրան ու ձայնն իմ նա կլսի, կպատասխանի իմ աղոթքներին եւ տխրությունս կփարատի։ It's hard to see the vision for the clouds. But if I put my trust in him, there's nothing he can't do. If I reach up, I'll find he's reaching down with a miracle.